Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Հովհաննես Շիրազը գրում էր. այն տունը տուն չէ, որ մանուկ չունի, ու դեռ չի հնչել ծիծաղը մանկան, այն տունը սիրտ իմ, որ մանուկ չունի, լեզվակը պոկած զանգի է նման։ Եվ դրա համար այսօր մենք պետք է պարզենք, թե ինչու են մեզանում շատանում անլեզվակ զանգերը։ Ծանոթանանք մեր հյուրերին, փորձագետներին, Հանուշ Աբրամյան, գինեկոլոգ եւ վերարտադրողաբան, Կանադայի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս Եկատերինա Թայիրյանն է մեր հյուրը։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը մեր մյուս հյուրն է եւ Սվետլանա Ավագյանը, բազմազավակ մայր, ֆիզիկական կրթության դասախոս։ Մենք այսօր պարզելու ենք, թե ինչպես պետք է խթանել ծնելիությունը, ինչ իրավիճակ ունենք, հոգեբանական ինչ շերտեր կան այս հատվածում եւ ինչպես լինել բազմազավակ մայր։ Սկսենք ձեր դիրքորոշումը ընդհանրապես հասարակության արդի վիճակի մասին։ Կարճ։ Ովքեր են դիմում ձեզ, ինչու են դիմում ձեզ եւ ինչ եք անում դուք, կարճ։ Ցավոք սրտի ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում անպտղության խնդիրը շատ է շատացել։ Այսինքն ամեն 7-րդ զույգը բախվում է անպտղության հետ։ Լինում են եւ զույգեր, որ առաջին բալիկը կարողանում են ինքնուրույն ունենալ, երկրորդը չի ստացվում կամ երրորդը չի ստացվում, բայց սա շատ տարածված խնդիր է ամբողջ աշխարհում, իսկ մեզ համար, հայերիս համար, սա մեր գենոֆոնդը պահելու, մեզ ծաղկացնելու համար մեկ խնդիրն է, որ մենք պետքա շատ սրանով զբաղվենք, շատ մտածենք, ոչ միայն վերարտադրողաբաններս, հա, ռեպրոդուկտոլոգներս, այլ ամբողջ ազգը, որպեսզի գնալով մեր ազգը չքչանա անպտղության հետ կապված։ Սա մի կարճ, ինչ-որ գենետիկ ինչ-որ մի բան է, մեծ հոգնած ժողովրդի թեմա է, թե ժամանակակից թեմա է, կապված սննդի հետ, ստրեսների հետ։ Գիտեք, մենակ մեր մոտ չի, հա, ամբողջ աշխարհում է տարածված, գրեթե նույն ցուցանիշներն են, բայց կարելի ասել Հայաստանում մի քիչ ավելի է խնդիրը շատ համատած, հա, այն վատ երկրների մեջ ենք մտնում մեր վերարտադրողական ցուցանիշներով, բայց ավելի շատ որպես ռեպրոդուկտոլոգ պրակտիկ ասեմ, որ ավելի շատ կապված է, որ կանայք սկսել են ավելի ուշ ամուսնանալ, ավելի ուշ պլանավորել հղիությունները, բայց իհարկե նաև կապ ունի, որ ընդհանուր էկոլոգիական մակարդակն է ավելի վատացել, սնունդն է ավելի վատացել, քիմիական նյութերի օգտագործումն է ավելի շատացել եւ իհարկե ճառագայթումը, որ մենք հստակ չենք էլ կարող ասել, հա, ինքը այդ պահին ազդում է կամ հետագայում ինչ ազդեցություն կունենա ու ոչ միայն կանանց մոտ է խնդիրը, այլ նաև շատ ու շատ տղամարդկանց մոտ անպտղության խնդիրը 50% հիմա կախված է կանանցից, 50% տղամարդկանց մոտ է, այսինքն գրեթե հավասար են ու շատ լուրջ խնդիրներ են հայտնաբերվում երիտասարդ տղամարդկանց մոտ, որ անգամ չեն էլ կասկածում, որ այդպիսի խնդիր կարող են ունենալ։ Գրանք հոգեբանական։ Հոգեբանական մասով, այո։ Ինչ ունենք։ Շատ կարևոր է իհարկե, որ մենք այսօր ունենք հնարավորություն ունենալու նման ճանապարհով, սա դե վերջի տարիների, ինչքան ես գիտեմ, 20-25 տարվա փորձն է, որովհետև ես չունեմ երեխա, եւ երբ որ ես կարող եի երեխա ունենալ, այս ծառայությունները դեռ չկային, հա, եւ դա ինձ համար եւ իմ նման շատ մարդկանց համար, ովքեր այդպես էլ երեխա չեն կարողացել ունենալ, դա շատ մեծ հոգեբանական խնդիր էր դառնում, որի հաղթահարումը բավականին ծանր էր, որովհետեւ կինը ինքը իր ի վերուս դրված ֆունկցիան մայր դառնալու նա չի կատարում ինչ-ինչ բաների պատճառով եւ մենք նաեւ ունենում ենք դեպքեր, որ նույնիսկ այս արհեստական, հա, ասենք թե բժշկական միջամտությունը, այո, դրանից հետո
կամ ծնվում է երեխան այդքան առողջ չի լինում եւ այլն, դրա համար շատ կարեւորվում է այսօր այն մի բանը, որ օգնում են կանանց, որ իրենք այդ ներանձնային այդ խնդիրը եւ շատ ծանր խնդիրը իրենք կարողանան հաղթարել։ Ես միշտ ողջունում եմ, մանավանդ ճանաչում եմ հատկապես այս կենտրոնի աշխատողներին եւ դա շատ կարեւոր է մեզ համար եւ շատ լավ է, որ հիմա աշխարհը ունեցավ այդ հնարավորությունը, այսինքն եղավ ինչը ընտրություն ալտերնատիվ, եթե առաջ կինը չուներ երեխա, ինքը պիտակավորում էր իբրև խայտարակ բառով չբեր, ինքը հիմա այլևս այդ բանը չկա, չէ, այդ բառի մեջ ինչքան բան կա, կային ընտանիքներ, որ այդ կնոջը ուղարկում էին հետ, բերում էին եւ այլն եւ բերում էին նոր կին, հա, կամ էլ մնում էր այդ կինը այդ ընտանիքում իբրև աղախին, ասենք թե այն դեռ ասենք թե մի 50 տարի առաջ, այո, եւ երկրորդ կինը գալիս էր իբրև երեխա ունենալու նպատակով։ Մի խոսքով այդ ժամանակ շատ այսինքն այդ նուկլեար կոչված ընտանիքը ծնողներ եւ երեխաներ ինքը չէր ստեղծվում, որը դառնում էր հատկապես կնոջ համար, նա դառնում էր խոշոր խնդրեմ, իսկ եթե կնոջ համար խնդրեմա, դա խնդրեմա շատերի, որտեղ ամեն մեկս եթե մենք խնդրեմավոր ենք, այդ խնդրեմները իրանք բանի նման հերարձակվում են, հա, ես խնդրեմավոր մարդ եմ, ճիշտ խնդրեմ ունեմ։ Եվ բացի այդ տղամարդիկ չէին մեղավոր, կապ չունի, եթե ընտանիքում չկար։ Արդեն այդ կիսուրները կնոջն էին ասում, չբեր կիսուրը չէր ասում իմ տղան էլ, տեսեք ինչ ասեց հիմա մեր բանախոսը, որ 50-ը 50 է եւ նույնը միշտ դա եղել է, որ այդ 50-ը միշտ էլ ժամանակին եղել։ Այո, բայց քանի որ այստեղ արդեն իհարկե բոլորովին գենդերային հարց է եւ ընտանեկան բռնության հարց է, որ մենք խոսենք թե կանայք են մեղավոր եղել, թե տղամարդիկ երեխա չունենալու մեջ, հատուկ եմ այդ բառը օգտագործում, որտեղ մեղավորություն չկա, բայց դա ընկալվում էր հասարակության կողմից իբրև մեղավոր, դրա համար հիմա այս շատ հարցերը այդ ձևով իրենք լուծվեցին։ Շատ լավ, բայց կա նաև մի բան, ոչ թե չեն կարող, այլ չեն ուզում։ Այդ ուրիշ հարց։ Լսենք։ Child free կոչվածը։ Այո։ Այո, ես կուզենայի, որքան լսում եմ մեր բանախոսներին, մենք կարծես խոսում ենք դեմոգրաֆիական անցման մասին, այսպես ասած ժողովրդագրական անցում կամ demographic transition-ի, աշխարհի բոլոր երկրներն են անցնում այդ փուլերով, դեմոգրաֆիկ այդ անցման փուլերով, իսկ որոնք են շարժիչ ուժերը, արդեն խոսեցինք, ծնելիությունը, պտղաբերությունն են, շարժիչ ուժերը դեմոգրաֆիկ այդ անցման եւ մահացությունը, եւ Հայաստանում այլ զարգացող եւ հատկապես զարգացած երկրներում ծնելիությունը անկում է ապրում։ Մեր երկրում բացառություն չէ, նմանապես պտղաբերությունը դա մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների թիվն է եւ մենք կունենանք բնակչության աճ միայն այն դեպքում, երբ որ պտղաբերությունը լինի 2-ից ավելի։ Հիմա մեր մոտ ծնելիության գործակիցը 1.6 է։ Չեմ ճշտել վերջին տվյալները, բայց այո, համարվում է բավական ցածր, այդ փոխարինելիության ցուցանիշից բավական ցածր է համարվում, այսինքն հենց ձեռքի տակ ունեի տվյալներ, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը 2.5 միլիոնի կիչնի։ Դրա մեջ իր դերը ունի նաև ծնելիության անկումը եւ պտղաբերության անկումը, բայց նաեւ դրական է այն հանգամանքը, որ մահացությունը նույնպես անկում է ապրում եւ վերջին տասնամյակներին մայրական մահացությունը, մանկական մահացությունը մենք գրանցել ենք բավականին լավ արդյունքներ եւ դա իր հետ բերում է ծերացման հասարակության ծերացման եւ կուզենայի մենք ոչ թե միայն նայենք երիտասարդ կամ մինչև 14 տարեկան կամ երեխաների քանակին թվականին բնակչության մեջ, այլ նրա հարաբերակցությունը ծեր բնակչությանը, որովհետեւ հասարակությունը բնութագրվում է այս ամբողջության մեջ, ճիշտ է, եւ դուք խոսեցիք, այո, ընտանիքները ավելի փոքր չափի են լինում եւ ընտանիքներում երեխաների թիվը պակասում է, չնայած մեր սեղանի շուրջ ունենք բազմազավակ մայր։ Դեռ կհասնենք, այո, մեր հաստատ։ Բայց սրանք այնպիսի շարժեր են, որոնք այնպես չի, որ յուրահատուկ են միայն մեզ կամ մեր երկրին, այդ դեմոգրաֆիկ անցման մասին էի ուզում ասել։ Եվ Հայաստանը հիմա համարվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ արդեն ծերացած հասարակություն ունենք մենք։ 14-15%-ից ավելին համարվում է արդեն ծերացած։ Եթե 65 եւ ավելի տարիք ունեցող բնակչության տեսակարար կշիռը բնակչության մեջ 15% եւ ավելի է, սրանք ծերացած հասարակություններն են եւ մենք արդեն հատել ենք այդ շեմը։
Հայաստանը։ Եվ նորից ձեռքի տակ ունեմ այս տվյալները 0-ից 14 տարեկան երեխաների տեսակարար կշիռը մեզ մոտ 91% է, իսկ 65 եւ ավելի տարիքով մարդկանց թիվը 14.9 կարող ենք ասել 15% է։ Եվ արդեն ՀԿ-ն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնիսկ մի նոր կատեգորիա է մտածել, որը կոչվում է այսպես սուպեր կամ գեր ծեր հասարակություններ, դրանց մեջ են Արևմտյան Եվրոպայի երկրները, Հարավային Եվրոպայի երկրները, մեզ շատ ծանոթ Հունաստանը եւ Իտալիան արդեն ձգտում են 30%-ի իրենց 65+ տարիքի մարդիկ։ Աստորեն երկրները, որոնք ավելի ապահովված են որոշակի իմաստով եւ այնտեղ չկա էպիդեմիայի սովի եւ բանի երկիր, նրանք ծերանում են, բայց Եթովպիան եւ Պակիստանը գեր տեմպերով աճում է։ Այո, եւ դա հենց բնորոշ է այդ դեմոգրաֆիկ անցմանը։ Երրորդ փուլը դեմոգրաֆիկ անցման բնորոշվում է նրանով, որ ծնելիությունը մնում է բարձր մակարդակի ձեր նշած երկրներում, հարավաֆրիկյան երկրներում, որոշ ասիական երկրներում ծնելիությունը դեռ բավական բարձր է։ Այդ 2-ից ավել է, 2 երեխա մեկ կնոջը բաժանահանցնելուց բավականին ավել է։ Աֆրիկյան երկրներ կան, որ 4-5 երեխա են ունենում կանայք միջինում։ Եվ այդ նույն ժամանակ մահացությունը, այսպես համաշխարհային ծրագրերի, սննդի հասանելիության եւ այլ կյանքի որակի բարելավման հետ կապված մահացությունը իջնում է, բայց ծնելիությունը, քանի որ դեռ բարձր է մնում, այսպես բնակչության թվի պայթյուն է տեղի ունենում, այսպես ասած, եւ հենց դրա շնորհիվ որոշ երկրների բնակչությունը բավականին ավելանում է, բայց դա չի նշանակում, որ նրանք էլ չեն ծերանում։ Կյանքի միջին տևողությունը ամեն տեղ աշխարհում աճում է։ Եվ դա հենց բերում է այս տեսակարար կշիռի երեխաների 0-ից 14 տարեկանների եւ 65 եւ ավելի տարիքի տեսակարար կշիռը։ Խնդիրները այստեղից են առաջանում, թե որքանով քո արտադրող, ակտիվ, աշխատող բնակչության թիվը կարող է նպաստել կամ ապահովել երեխաների եւ ծերերին առողջապահության, սոցիալական եւ այլ ծառայությունները։ Այս դրա մասին պիտի խոսենք։ Այդ համակցությունն է կարևորը։ Շատ լավ, Տիկին Ավագյան, դուք պետք է կոտրեք բոլոր կարծրատիպերը, որ չի կարելի, կամ չեմ կարող, կամ չեմ հասցնում։ Եվ միանգամից ասեք։ Եվ ասեք միանգամից, թե ինչ եք դուք հասցնում եւ ինչ է պետք անել։ Ես բացի այն, որ հասցրել եմ երեխաներ ունենալ, նաև հասցրել եմ մի քանի նաև կրթություն ձեռք բերել։ Իմ կյանքի ամենամեծ փորձը համարում եմ 32 տարեկանում երեխա ունենալու փորձը եւ 32 տարեկան, երբ առաջին անգամ բալիկիս գրկեցի, իդեպ ծննդաբերել եմ Ամերիկայում առաջին բալիկիս, հետո Հայաստանում երկրորդ եւ երրորդ բալիկներին եւ իմ կարծիքը ունեմ, ինչու է նաեւ այստեղ այլ կերպով ընթանում նաեւ ծննդաբերության փորձերը։ Ինչևէ, եւ առաջին հենց այդ հպումը երեխային ես հասկացա, որ կյանքը դատարկ էր առանց այդ պահի, այսինքն դրանից հետո ամեն հաջորդ պահին ես մտածում եի ինչ անեմ, որ երեխա ունենամ, նորից երեխա ունենամ, մինչև հիմա 40 անց եմ, բայց էլի երազում եմ հերթական երեխա ունենալու մասին, եւ դա նաեւ նպաստել է, որ ես կանանց օգնեմ, որպեսզի իրենք էլ հենց այդ բերկրանքը զգան եւ նաեւ հետ ծննդաբերական ընթացքում ավելի հանգիստ լինեն, որտեղ մի բան է ծննդաբերելը, մեկ այլ բան է հետո ինչ ես անելու այդ երեխայի հետ, որտեղ շատ դեպքերում կանայք նույնիսկ չգիտեն երեխայի հետ ինչպես վարվել։ Նույն ընտանիքները, որտեղ որ մենք ապրում ենք, կանայք, հայ կանայք, շատ տարբեր ձևերով նաև խոչընդոտում են, որ նաև ընտանիքը ոնց ասեմ զարգանա հենց այդ փոքր ընտանիքի միջավայրում, այսինքն հայր, մայր, երեխա միջավայրում, որովհետև լիքը խորհրդատուներ կան, լիքը մարդիկ կան, որոնք գալիս են եւ խորհուրդ են տալիս, թե ինչպես դու պետք է քո երեխային մեծացնես եւ այլն եւ այլն։ Բայց վերադառնալով, այսինքն այդքան հեշտ չի, հետ ծննդաբերական շրջանում կինը բավական ծանր փորձության միջով է անցնում։ Եվ այն պահից սկսած ամենաառաջին տրանզիցիան, որ տեղի ունենում, այդ ծնվելն է, այսինքն եթե մենք ծնվեցինք, այդ ամենամեծ քայլն է, որ մենք կատարել ենք, վերջ մարդ ենք ծնվել, հիմա պետք է մարդ դառնանք։ Ոնց ենք մարդ դառնում, եթե կնոջ մասին է խոսքը, իսկ այսօր ոնց հասկանում եմ, այդ դերը մեր վրա է դրված դեմոգրաֆիան աճացնելու։ Որովհետև միայն ծնելով չի, այսինքն նաև պետք է դաստիարակես այդ երեխաներին, որը կարծում եմ ավելի բարդ է, քան ծնելը։ Եվ
այ երկրորդ этаպը, այ հենց երբ որ դու կին դարձար, հա, չգիտեմ, դեռահասությունից դարձար աղջիկ, դա մեկ այլ տրանզիցիա է, որը Հայաստանում ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում։ Մինչև հիմա եկեք խոսենք, որ մեր հասարակության մեջ ընդունված է աղջիկների մեջ այդ ամեն ինչին անվանել հիվանդանում եմ, հա, այսինքն մի հատ process է, որ կինը անցնում է, իդեպ միայն բնորոշ է հայերին այդ հիվանդանալ բառը օգտագործելը։ Աղջիկները իրար մեջ խոսում են, մորքուրս եկավ, հորքուրս եկավ, քեռակինս, չգիտեմ ով, եւ հիվանդանում եմ, այսինքն ես հիվանդ եմ։ Մինչդեռ դա հակառակը մի process է, որը մեզ տանում է դեպի որդեծնության։ Մարդը հոգեֆիզիոլոգիական էակ է եւ բոլոր դեպքերում մարդը տարբերվում է նաեւ մյուս կենդանիներից, լինելով կենդանի։ Այ իր զարգացված ուղեղի կեղևով, որը գաղափարական մասն է, որից հենց ելնելով, որտեղ ուղեղը աշխատում է սուբարդինացիայի օրենքով, բայց նաև համագործակցության, հիերարխիայի օրենքով։ Բոլոր դեպքերում ամեն ինչը ղեկավարում են ավելի բարձր մակարդակները մեր ուղեղի։ Եվ եթե գաղափարապես մարդ պատրաստ չի դեռ երեխա ունենալու, ինչ որ մի բան իրեն խոչընդոտում է, նաև վեգետատիվ պրոցեսների մեջ, թե ինչի նա ինքը այդ երեխային պետք է ունենա, գուցե նաև ապահով չի այդ միջավայրը, որտեղ որ նա մեծանում է։ Մեր աղջիկների մեջ ամենայնպես ովքեր որ ինձ դիմում են, շատ-շատերի մոտ մի հատ բան է, ուրեմն եթե ես ամուսնանամ, բոլոր հարցերս լուծվելու է։ Իդեպ 30 անց, կամուսնանաս կանցնի։ Հա, կամուսնանաս կանցնի, ինչ խնդիր ունես, այնտեղ գինեկոլոգիական նույնիսկ հարցեր, եթե կան ասում են կամուսնանաս կանցնի, կամուսնանաս կանցնի, կամուսնանաս կանցնի, կամուսնանաս այդ քո ունայնությունը կլծվի, բայց չէ, այդպես չի։ Ու այդ դեպքում արդեն երկու ունայն տղամարդ եւ կին, այսինքն երկու չէ։ Երկու ունայն մարդիկ միավորվում են եւ ունայն ընտանիք են ստեղծում։ Հետո էլ ասում են ինչի միայնակ մայր դարձավ եւ այլն։ Իհարկե, միայնակ մայրը վատ չի, միանշանակ, բայց իհարկե ավելի մեծ տարիքում այդ ամեն ինչը իրանը ցույց է տալու։ Եվ արդեն հաջորդ պահին, երբ որ կինը ծննդաբերում է, այդ պահից սկսած եւս կնոջը պետք է նախապատրաստել երկու բան կա այստեղ, ամեն ինչի մեջ երկու կետ կա, եւ դրական եւ բացասականը, ամեն ինչի մեջ, ինչ որ տեղի ունենում երկու կետ կա, այսինքն ծնվեցինք, մենք պետք է նաեւ ընդունենք, որ ինչ որ մի պահից սկսած մեռնելու ենք։ Այդ ծննդաբերելու ժամանակ մի բան կա, բոլոր դեպքերում ծննդաբերությունը կնոջ օրգանիզմի համար բավական ծանր փորձություն է, բայց եւ երկրորդը ուզում եմ հիշեցնել, դուք ասացիք Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում, նաեւ դրա մասին կխոսեմ, այո։ Եվ երկրորդը ծննդաբերելիս այդ երկրորդ այդ փորձառությունը, որը շատ գեղեցիկ է, այդ հենց այդն է, որ նաև դրա շնորհիվ մենք երիտասարդանում ենք։ Տարօրինակ է, այսինքն առողջությունը մի կողմից մի կողմ է գնում, բայց մյուս կողմից մենք լիքը նոր ռեսուրսներ ենք ստանում, որ ոչ միայն մեր կյանքը ապահովենք, այլ նաև մի կյանքի, որը մեզանից կախված է։ Այո, հա։ Եվ այդ տարբերությունը, այստեղ տարբերությունը նաև հասարակության, այսինքն պետության մակարդակում։ Ծննդօգնությունը, կարծում եմ ծննդատները եւ գինեկոլոգիական ամեն տեսակ բուժ օգնությունը համար առաջի կետն է, որից պետք է սկսել ամեն տեսակ փոփոխություններ։ Հասարակությունը, եթե ուզում ենք, որ ինքը լինի, ոնց ասեմ, զարգացող հասարակություն, պետք է հենց այդ տեղում նայենք, նույն այդ երկրների մասին, որոնց մասին խոսում էինք, այդտեղ կանայք բավականին ճնշված իրավունքներ ունեն եւ կնոջը չեն հարցնում դու ուզում ես երեխա ունենաս թե ոչ։ Ինքը ունենում է եւ շարիատով ընդունված է, որ դու պետք է այդ երեխան ունենաս ու վերջ։ Չի քննարկվում։ Ես Ուզբեկստանում էի, Տաշկենտում մի թիվ էր, ծննդաբերական ֆորումի էինք, եւ գյուղերում 10 հոգուց ավել էին ունենում եւ պետությունը ինչ որ ծրագրեր էր մտածում, ինչպես անենք, որ կամ թիվը ուղղակի հավասարեցնենք, կամ ինչպես անենք, որ օգնենք նաեւ այդ կանանց, որ իրենց առողջությունն էլ ապահովի։ Մի հոգու վրա չի կարող լինել, նույն Հայաստանում էլ, հիմա եթե նայենք, կարող ենք ասել Երևանում վատ է թիվը, բայց օրինակ մարզերում կամ գյուղերում ավելի բարձր լինի այդ թիվը։ Այդքան էլ այդպես չի։ Այդքան էլ բայց այդպես չի, որտեղ մեր մարզերում էլ այդքան շատ մարդ չկա։ Այդպես կարծում եմ, որ այդ մակարդակը իրականում ծննդօգնության մակարդակը գիտեք հարցը միայն այդ երեխան ունենալը չի, իսկ դու ոնց ես ունենում, որտեղ ասեցի ես նաև ծննդօգնող կին եմ, թե դու ոնց ես ունենում, այդ միջավայրը ինչպիսին է, մեր ամբողջ համակարգը կարիք ունի հասկանալու, որ մենք բոլորս, մեր բոլորիս օգուտն է, որ նոր մարդ է ծնվում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
ինչքանով ենք մենք հպարտ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք ծնում։ Ես շատ հպարտ եմ, բայց այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ծնելիության համար միայն մայրը եւ հայրը չեն պատասխանատու, բոլորս ենք պատասխանատու։ Իմ երեխան ինձ չի պատկանում։ Ինչ որ պահից սկսած ինքը իմ փեշիտակից դուրս է գալու եւ դառնալու է մեր հասարակության անդամ։ Ձեզ օգնելու է, մեզ է օգնելու, բոլորիս օգնելու է։ Պետությունը խոսում է մեկ ծրագրի մասին, այստեղ նաև այդ նախադասությունը հնչեց միայնակ մայր եւ դուք դիտարկեցիք, որ դա վատ բան չէ։ Ես ուզում եմ խոսել այդ մասին, նաև կարծեմ կանանց շեմը սահմանափակումը համված է որոշակի հարցերում եւ նրանք կարող են, այո, խնդրում եմ ասեք, ինչու դա վատ բան չէ։ Էդուարդ Մարտինչը հատուկ այդպիսի ծրագիր է մշակել, մայրությունը միայնակ չի լինում։ Ու դրա տակ շատ մեծ գաղափարախոսություն կա, որ կինը եթե արդեն վերարտադրվում է երեխայի գրկում, ում մայրիկը ինքն է պետքա մեծացնի, պետքա այդ պատասխանատվությունը որպես մայր կրի ու այդ սերը տա եւ փոխադարձ սերը 100%-ով երեխայից ստանա, որտեվ երեխայի նման անկեղծ սեր, ես որպես մայրիկ եմ արդեն ասում, ոչ մեկ այս աշխարհում չի կարող այդքան սեր տալ մայրիկին, ինչքան որ քո սեփական երեխան։ Այնպես որ եթե կինը արդեն ծննդաբերեց, արդեն էլ ինքը միայնակ չի, ինքը արդեն ունի այն հենասյունը, ում համար ինքը պետքա ապրի, ինքը պարտավոր է ավելի առողջ լինել, ավելի լավը լինել, ավելի սիրուն լինել, եթե արդեն երեխան իր գրկում է։ Այնպես որ այդ ծրագիրը շատ կարևոր է ու մենք ունենք Հայաստանում մոտավորապես 40,000 կին, կարծեմ 39 տարեկանից մինչև 51-52 տարեկան, ովքեր ամուսնացած չեն, բայց ովքեր պոտենցիալ մայրեր են մեր երկրի համար ու կարող են շատ զավակներ ունենալ, ու այսպեսի մի հատ կարևոր բան էլ կա, իմ մասնագիտականը չասեմ, բայց երեխաները այնքան հարաբերական է, կարող է ամենաիդեալական ընտանիքից շատ վատ երեխա լինի, բայց կարող է միայնակ մայրիկը մեծացնի, բայց մի հատ հանճար ծնվի ու հասարակության համար ամենակարևոր մարդը դառնա։ Այդտեղ ոչ մեկ քննադատելու կամ չգիտեմ, ինչ-որ վատ բան ասելու իրավունք երբեք չունի։ Բայց կան, չէ՞, տաբուներ։ Իհարկե կան տաբուներ։ Բացի դրանից մենք այսօր ինչ ունենք, պատերազմից հետո կինը եթե մնում է իր երեխաների հետ, նա էլ է միայնակ համարվում։ Առհասարակ այդ միայնակ մայր բառակապակցությունը ինքը արդեն մի քանի տարի առաջ դրված էր ռևիզիայի, այսինքն որ պետք է դա ուղղակի չլինի, հա, որովհետև եթե ասենք թե հայրը մահացել է, ընտանիքա բաժանություն է եւ այլն, ինչ է նշանակում, դա է միայնակ մայր։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ այո, շատ լավ տեսակետ է, որ նաեւ եթե նա ունի, ել չեմ ասում այն մարդկանց համար, ովքեր որ Աստծուն են հավատում, իրանք առհասարակ միայնակ չեն, այդ մարդկանց համար մենք իմաստով չենք եկել, ասենք թե քրիստոնեություն քարոզելու համար, բայց իհարկե ծնունդի մեջ էլ, հա, գաղափարի եւ հավատի հարցն էլ կա։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ մարդը միայնակ է այն ժամանակ, երբ որ ինքը իրեն է կորցնում։ Իսկ եթե ինքը իրեն չի կորցնում, ինքը ունի իրեն, նա արդեն միայնակ չի, որ մնաց երեխայի հետ արդեն ահագին խումբ են դառնում, եթե նույնիսկ երեխան մի երեխա է։ Հիմա եկեք պարզենք այն գլխավոր խոչընդոտները, որը մեր հասարակությանը եւ այդ նույն 50-ից 60,000 կնոջը սահմանափակում է ունենալ այդ բերկրանքը, ունենալ այդ ցնծությունը, ունենալ այդ շարունակությունը վերջապես։ Օրինակ, ինձ դիմաց կանանցից ասեմ, պրակտիկա իմ աշխատանքից, չնայած ողջունել է, որ շատ-շատացել են։ Մի քանի տարի առաջ, 7 տարի առաջ ես նոր էի սկսում, տարվա մեջ կարող է մի քանի հոգի ընդամենը դիմել, բայց երբ որ ծրագիրը զարգացավ, պետության աջակցությունը արդեն ներդրվեց, որ Ինչպիսին է պետության աջակցությունը։ Միայնակ կանանց դեպքում 28-ից մինչև 43 տարեկանը կարող են դիմել ու հետազոտվել, բուժումներ ստանալ եւ ներարգանդային սերմնավորման, դոնորական սերմով 6 փորձի հնարավորություն են ունենում։ Եվ նույնիսկ շատ ավելին անվճար եւ նույնիսկ կարող են շատ ավելին, եթե ինչ-որ ցուցում ունենան, օրինակ էկոյի արտամամնային բեղմնավորման, այդպիսի հատուկ դեպքերում էլ, եթե արդեն շատ կարիքը կա էկոյի, կարող են դիմել։ Այսինքն պետությունը կարելի ասել ամեն ինչ անում է, որ այդ կանայք էլ դիմեն ու ստանան համապատասխան բժշկական միջամտության անվճար, հա, ծառայությունը եւ անպայման մայրանան։ Եվ հիմա օրինակ շատացել են ու շատ ողջունելի է, որ
արդեն չասեմ, հա, միայնակ կանայք, ովքեր որ դառնում են արդեն մայրիկներ, էլ միայնակ բառը այդտեղ արդեն էլ տեղին էլ չի, բայց շատ հաճախակի նշում են, նույնիսկ արդեն ծննդաբերած մի քանի օր առաջ մայրիկներից մեկը գրկած եկել էր բալիկին, ասեց շատ կան հարևաններից, փսփսում են, ոնց ես ունեցել, դու ես այդ երեխայի մայրիկը եւ այն ճիշտ է իրանք արդեն հաղթահարել են որ արդեն մայրացել են բայց միևնույնն է իրենց խոսքի մեջ շատ ցավ կար որ իրենց ցավացրել են դա համար մեր հասարակությունը կրթվելու եւ ներանձնային հա բաների մեջ մտնելու իրավունք չունեն Միջև հիմա չի հասկանում որ դա կնոջ ընտրությունն է նա ամուսնացած լինելով հանդերձ երեխա ունենա թե չամուսնացած լինելով հանդերձ դա կնոջ ընտրությունն է դա իր գործն է նա կկարողանա երեխային տեղ հասցնի կկարողանա մեծացնել կամ էլ եթե էլի վերադառնանք այն բանին որ պատերազմներից հետո մահանում են տղամարդիկ նա միևնույն է մենակ է չէ կամ էլ արտագնան է ես իմ մոտ գրել եմ դա արտագնան եւ էմիգրացիաներ է որ տղամարդը գնում է դուրս արտագնայի ժամանակ մենք տեսանք 90-ական թվականներին առաջի 2 ամիսը մի քիչ փողեր ուղարկում հետո արդեն էլ ոչ մի չէր ուղարկում եւ այնտեղ կապում էր ինչ որ մի ռուս կնոջ հետ որի հետ ստեղծում էր ընտանիք եւ ուներում էր ընտանիք եւ այստեղ մայրը իր 3 երեխաներին մեծացնում էր իր բարեկամների, քեռիների կամ էլ բոլորովին ոչ թե միայնակ այլ մենակ էր մեծացնում այստեղ մենք նաեւ դա պետք է հաշվի առնենք եւ իհարկե թող կանայք եւ մեր հաղորդումների թող իրենց օգնի դրանում որ իրենք թող միայն իրենց սիրտը լսեն թող ոչ մի հարևանի չլսեն որտեղ այդ հարևանը ինքը այնուամենայնիվ կասալցինգը հարևանը heç լավ չի նա լավ խորհրդատու չի Տիկին Թայրյան ինչ առաջարկ ունեք այս իրավիճակը փոխելու ծնելիությունը խթանելու համար եւ ինչ է ասում աշխարհի փորձը այդ թվում նաեւ կանադական Շատ հետաքրքիր քննարկում է ձևավորվել մեր մասնագետների, փորձագետների հետ, թե որոնք են օբյեկտիվ եւ միգուցե սուբյեկտիվ պատճառները, թե ինչու կանայք հետաձգում են առաջին երեխայի ծնունդը կամ ինչու ավելի քիչ թվով երեխաներ են նախընտրում ունենալ։ Միգուցե դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ընտանիքի մոդելն է կարծես մի քիչ փոփոխության ենթարկվում։ Եվ կյանքի տևողությունը երկարում է, առողջ կյանքի տևողությունն է երկարում եւ դա հենց այդ տեսակետից նայելով եթե մարդիկ ապրում են մանավանդ կանայք ունեն ավելի երկար կյանքի տևողություն քան տղամարդիկ բոլոր երկրներում է այդպես Հայաստանում նույնպես բավականին մեծ կարծեմ մոտ 5 տարվա տարբերություն կա կանանց եւ տղամարդկանց կյանքի միջին տևողության մեջ եւ քանի որ իրենք ավելի երկար են ապրում ավելի ուշ ծննդաբերությունները դառնում են սովորական եւ լրիվ նորմալ է որ կինը իրեն կնվիրի իր կարիերայի զարգացմանը իր կրթությանը միգուցե երկրորդ մասնագիտությունը ձեռք բերելուն եւ մի փոքր ավելի հետաձգի իր ընտանիք կազմելու այդ հնարավորությունը բայց ես ուզում եմ խոսել մեկ ուրիշ բանի մասին եւ միգուցե Տիկին Սվետլանան մի քիչ ավելի sense հագադիր կարծիք կհայտնեմ այստեղ մենք սովորաբար եւ խոսում ենք ծերացող հասարակությունների մասին ցածր ծնելիություն եւ ծերերի քանակի թվի ավելացում հասարակության մեջ կարծես թե միշտ այսպիսի միտում կա խոսենք փորձությունների մասին դժվարությունների մասին թե բա ոնց ենք այդքան շատ թվով ծեր մարդկանց համար խնամք տանելու առողջապահությունը կհասցնի այսպես այնպես չէ բայց մենք ես ուզում եմ մի քիչ դրական մասով էլ խոսենք որ մեր հասարակության ավելի տարեց անդամները չեմ ուզում ծեր բառը օգտագործեմ ավելի տարեց անդամները բերում են իմաստություն բերում են փորձը կյանքի բերում են այդ տատիկներն ու պապիկները իրենց հոգատարությամբ իրենց այդ ջերմությամբ որ կարող են տալ իրենց ընտանիքին եւ թորնիկներին ես հաճախ դա անվանում եմ տատիկի ինստիտուտ որը մի քիչ ինձ թվում է բավական երկար տարիներ Հայաստանից բացակայելուց հետո տեսնում եմ որ այդ ինստիտուտը բավական փորձությունների է ենթարկվում հիմա եւ կարծես մի անգամ կարող է ծերանում ինստիտուտն էլ է ծրանում ես կարծում եմ որ դա շատ մեծ արժեք է մեր հայ ինքնության համար է տատիկի ինստիտուտը որը անփոխարինելի ռեսուրս է եւ մի քիչ անձնական բան կասեմ այստեղ բայց միգուցե հետաքրքիր լինի ի հակառակ ձեզ ես էլ իմ ընտանիքով տեղափոխվել եմ եւ աշխատանքս կրթությունը շարունակել եմ Արևմտյան երկրում Կանադայում եւ առաջին խնդիրներից մեկը որ իմ ընտանիքը լուծեց դա տատիկին շատ արագ շտապ հասցնել մեզ մոտ որպեսզի բալիկը մեծանա հայկական
կան տատիկի եւ այսպես մի քանի սերնդից կազմված ընտանիքում իմ համար շատ կարեւոր էր, որ երեխան մեծանում ընտանիքում, որտեղ կան մայրիկը եւ հայրիկը, բայց եւ կան տատիկն ու պապիկը։ Բայց դայակի ինստիտուտը ինչ անենք։ Ախ։ Հա, դա այն հասարակություններն են։ Հիվանդանալը։ Այո, երբ որ պետությունը իր վրա է վերցնում այսպիսի ֆունկցիաները, այդ ծառայությունները սոցիալական, որը վատ չէ, ես այնպես չստացվի, որ վատ լույսով եմ դա ուզում ներկայացնել, ուղղակի ավանդաբար մեզ համար այդ ռեսուրսը գոյություն է ունեցել եւ մենք ցենց մեծապես հենվել ենք դրա վրա եւ մեր երեխաները առողջ են մեծացել ընտանիքում, որովհետեւ տատիկի հոգատարության հետ են մեծացել։ Ինչն է ուզում ասել, որ այդ միգուցե պատճառներից մեկն էլ նա է, որ կարծես մի քիչ ավելի տատիկները ավելի առողջ են եւ իրենք էլ են աշխատում այդ ժամանակ, չէ՞, շատ ավելի ուշ են թոշակի անցնում եւ մայրիկը կարծես մնում է այդ երեխային մեծացնելու մեջ ինքը պիտի կողմնորոշվի, այն նույն ձևի աջակցությունը չկա, ինչ որ ասենք մեկ սերունդ առաջ կար այդ աջակցությունը ծնողներից, պապիկ տատիկներից եւ այլն։ Հա, ու ուզում եմ ասել, որ այստեղ ոչ մի վատ բան չկա, երբ որ կյանքի միջին տևողությունը ավելանում է, բայց մենք պիտի մտածենք, թե ինչպես անենք կյանքի առողջ կյանքի տևողությունը երկարացնելու համար։ Հիմա ասենք թե մի հրաշքով, ասենք մի հատ շատ լավ կառավարություն ունեցանք եւ կարողացանք կյանքի միջին տևողությունը մի 10 տարով ավելացնենք Հայաստանում։ Բայց եթե այդ ավելացված 10 տարիները լինելու են հիվանդության, ֆիզիկական եւ մտավոր անկման տարիներ, դա ավելի շատ փորձություններ է բերելու թե անհատին, թե իր ընտանիքին, թե պետության տարբեր կառույցներին, ծրագրերի առումով։ Եվ նույն երեխաներին, որոնք այդ նույն տան մեջ են։ Բացի դրանից իբրև սեվոպանիան, եթե դուր կտակ, ես մի բան հակառակվեմ ձեզ, տեսեք դուք ասում եք տատիկների Եվան, երբ որ տատիկը առողջ է, երբ որ տատիկը համահունչ է նոր ժամանակի հետ, դա հրաշալի է լինում, բայց շատ հաճախ կոնֆլիկտը երեխաների եւ տատիկների հատկապես լինում է նրա պատճառով, որտեղ մենք ամեն մեկս առաջերտին մեր ժամանակի երեխաներն ենք, հետո նոր մեր ծնողների եւ ծնողի ասածը եւ տատիկի ասածը իրար հետ չի բռնում, այսինքն ընտանիքում, եթե եւ դա դառնում է շատ լուրջ կոնֆլիկտների բուն, հա, եւ մենք պետք է դուք ուղղակի կարոտում եք ձեր տատիկին, հա, դուք բերում եք ձեր մոտ, բայց ես էլ աշխատում եմ կարելի է ասել բավականին հաճախ չեմ կարող ասել ամեն օր, բայց աշխատում եմ այն դեպքերի հետ, երբ որ տատիկը ասենք թե միջամտում է, նա անընդհատ մամային եթե կիսուր է, կամ պապային եթե զոքանջան, նա նկատողություն անում եւ ծնողի ավտարիտետն է անգնում։ Այստեղ իհարկե նոր թեմա է բացում, որը ռեպրոդուկտոլոգիայի հետ այդքան կապ չունի, բայց ինքը շատ հետաքրքիր նոր թեմա է բացում։ Ինչպես իրար հետ կապ ունեն։ Դրա համար, չէ, դե երեխային բերում, որտեղ տանը տատիկ կա, բայց այդ նույն տատիկը ինքը իրան սկսում է տատիկի համար չենք բերում, չէ, որ ունեն տատիկները կյանք ապրելու իրավունք ունեն։ Ճիշտ է, բայց որ իբրև օգնող, ասում են տատիկը կա, նույն դուրսը հրավիրում են Ամերիկայում ապրողը տատիկին հրավիրում, որ դայակ կնստի, եկեք ավելի էժան կնստի, բոլոր դեպքերում մեր ընտանիքը նույնիսկ եթե կանչում է, ես եկեք այդ պահով ես ընդհանրապես դեմ չեմ բազմա շերտ ընտանիքում երեխային մեծացնելուն եւ ես շատ ընդունում եմ, շատ սիրում եմ եւ շատ ափսոսում եմ, որ հենց հիմա մեր տանը տատիկ չկա, որովհետեւ ամուսնուս մայրիկը մահացել է եւ մեր ընտանիքում համեն այնպես տատիկի կարիքը շատ կա։ Այսինքն տատիկներին այնքանով է այդ սերը մեծ, որ նաև 3 տարի արդեն պետության կողմից ֆինանսավորվող գեղեցիկ մի ծրագիր ենք անում տատիկների համար, հատուկ նախատեսված տատիկների եւ պապիկների ֆիզիկական ակտիվություն մեծահասակների համար։ Եվ այդ ծրագրի ամենամեծ բարդությունը ներդնելու այն էր, որ տատիկներից մեծ մասը ասում էր, ես պետք է թորնիկես վերցնեմ դպրոցից, մանկապարտեզից եւ այլն։ Այսինքն այդտեղ էլ դայակների դպրոցի հարցն է գալիս, հա, այսինքն բայց այս տատիկը ոչ փող է ստանում, ոչ մի բան է ստանում, բայց դայակը կստանար այդ նույն գումարը, եթե ինքը այդտեղ լիներ։ Եվ տատիկը ձրի աշխատանք է անում ի վնաս իր առողջության, որտեղ այդ տատիկին ոչ մեկ չի հարցրել, իսկ դու ուզում ես սա անես, թե ոչ։ Չէ, բայց երբեմն նաև հարցում է, եթե չի ուզում։ Նու, եթե չի ուզում, չի, չէ, հիմնական այնպես է լինում, եկեք իրականում մեր հասարակություն բավական շերտավոր է։ Եվ շատ տարբեր սոցիալական պայմաններում ապրողներ կան եւ ցավոք հենց այդ տատիկների ճաշով ով եփի, այդ տները ով մաքրի, թորներս աշխատում են, տղաս աշխատում է եւ ես երեխաներին ես պետք է պարտական դաստիարակությամբ զբաղվեմ, հարսս էլ է աշխատում, այսինքն մեր հասարակությունը ստրեսի մակարդակը բավական բարձր է։ Լսենք հասարակությանը ձեր խոսքի վրա եկեք տեսնենք ինչ են ասում ճիշտ ժամանակին։
Ինչպես Հայաստանում բարձրացնել ծնելիության մակարդակը։ Երևի նախ ուժ մակարդակը պետք է բարձր լինի, ամենաառաջիններից մեկը, երկրորդ աշխատավարձը։ Առաջինը իհարկե սոցիալական հարցն է, երկրորդը իմ կարծիքով շատերը նաև մտահոգված են անվտանգության տեսանկյունից, պետական մասշտաբով իմ շրջապատում էլ շատերը նաև մտահոգված են այդ առումով։ Իմ թոռը 28 տարեկան է, չի ամուսնացել։ Մարդիկ վախենում են բերի տակ մտնել։ Ծնելիության մակարդակը քիչն է, ժողովուրդը կքչանա, հարևան պետությունը կհարձակվի մեր վրա, էլի։ Ես անձնապես միայն գխաչել եմ, որ զավակներս ամուսնանան, ընտանիք կազմեն եւ ես արդյունքներ ունեմ եւ սիրեմ ջանանք։ Ինձ թվում է կախված է մարդու ընտրությունից, այսինքն եթե պատրաստ ես ունենալ շատ երեխաներ, շատ ավելի լավ, եթե կան զույգեր, ովքեր ընտրում են բացարձակ չունենալ երեխա, էտել է իրենց ընտրությունը։ Նախ առողջ ընտանիք ունենալն է հիմքը, այսինքն պետք է այդ քայլին գնալ այն ժամանակ, երբ որ հստակ գիտես, որ քո հարաբերությունները քո կողակցի հետ առողջ են, եւ ֆինանսապես բնականաբար նյութական առումով կայացած եք ու կարող եք այդ երեխաներին պահել եւ ձեր ժամանակը տրամադրել։ Ես 7 թորնիկ ունեմ, 3 հատ զույգ է ծնվել, մի հատ առանձին։ Շատ գոհ եմ, շատ ուրախ եմ, թե ինչի չեն ծննդաբերում, ես դա չգիտեմ։ Իհարկե դա շատ մեծ հոգս է, պետք է բնականաբար ամեն մեկը հասկանա իր հնարավորությունները, որպեսզի երեխաներին հնարավորության չափով մաքսիմալ տանք այն ամենը, ինչ հնարավոր է։ Ես էլ 3 երեխա ունեմ, 6 թոռնիկ ունեմ, բայց այսօրվա համար շատ դժվար է պահելը։ Պայմանները, գումարը, երեխեք ապրել են ուզում, ուտել են ուզում, սովորել են ուզում։ Մի ջայլները մտածում են ոնց անեն, որ տուն ստեղծեն։ Այո։ Այդ է ամենամեծ խնդիրը, որ չեն ունենում բալիկներ։ Չէ, իհարկե երեխան դե որ երջանկությունը հաստատ ինչքան շատ երեխա, այնքան ավելի շատ երջանկություն։ Եվ սոցիալական պայմաններ են մատնանշում, ինչու չեն ամուսնանում Մարտին Ծատուրյան։ Մի քիչ եսակենտրոն է դարձել մեր նույն հասարակությունը։ Բացի եսակենտրոնից իսկապես Մասլոուի բուրգ կա, չէ՞, հոգեբանության մեջ, եթե ստորին կարիքները ապահովված չեն, մենք չենք կարող շարունակել զարգանալ, հա, հիմա եթե առաջ մենք ասացինք, այդ ժամանակ ես ճուզեցի իհարկե միջամտել աֆրիկյան երկրներում եւ այլն ունենում են մինչեւ 10 երեխա եւ դա նորմալ է, բայց այնտեղ ասենք թե հասարակությունը այդ պահանջը չունի, հա, առ կրթություն, առ բարեկեցիկ ապրելու, առ առանձին սենյակ ունենալու եւ իրանք ոնց որ ապրում են, այդպես էլ ապրում են։ Այստեղ նաև երբ որ մակարդակը բարձրանում է, չէ, մենք արդեն ունենք շատ թանկ դպրոցներ, մենք ունենք բուհեր, ամեն մեկը մտածում է, որ երեխա այնտեղ հասցնի, նա չի կարող իրար հետևից ասենք, թե մեր տատերի, պապերի նման 6-7 երեխա ունենա, որը մինչև 10 երեխա, որը ոնց կապրի, այստեղ նաև այդ բան էլ կա, դա այդ ուրբանիզացիայի, դա առհասարակ աշխարհի պահանջներն են, հա, որ մենք եթե երեխա ենք ունենում, մենք պետք է մինիմալը, որ այսօր համեմատ մեր պապերի հետ մաքսիմալ է, մենք պետք է դա ապահովենք, որը որ դա հեշտ չի ամեն մի ընտանիքի համար, էլեմենտարն է, ամուսնանում են եւ ապրում են 4 սերնդով, տատիկը կա, մաման պապան կա, ամուսնացած զույգը կա, իրաց երեխան կա, 4 սերունդով ենք ապրում եւ այդ ընտանիքը չունի հնարավորություն, հա, այս պարագայում ինչքան ենք մենք խոսում, ինչքան կարեւոր է տատիկի, այո, տատիկ պապիկի մեծացրածը շատ կարեւոր է, բայց այնտեղ կոնֆլիկտային իրավիճակներ չեն կարող չստեղծվել։ Այստեղ նաեւ մենք այդ բոլոր բաները դրա համար մենք այսօր եւ նաեւ ինձ թվում է նաեւ կա այդ սոցիալական ապահովության հարցը, որ վաղը մյուսը ինչ կլինի։ Մենք նաեւ այդ հարցը ունենք։ Դրա հակառակն էլ կա, երբ մարդը բավարարված է ինչ-որ բանով, լավ աշխատում է, լավ ապրում է, իր բնակարան ունի, մեքենան ունի, ինչ-որ ֆինանսական ապահովություն ունի, իսկ ինչու պետք է ամուսնանա։ Այո, աշխարհը հիմա ունի երեխաներից ազատ, հա, ազատված հարաբերություններ, որ դե չի ուզում, այնքան լավ է ապրում, որ չի ուզում այդ իր անդորը, այդ իր էգոիզմը, նա չի ուզում, որ դա խափանվի եւ իրեն շատ լավ է այդպես ապրելը, առանց որևէ բաներ, շատ կոպիտ բառեր կան երեխաների վերաբերյալ, չեմ ուզենա բարձրաձայնել, բայց շատերը ասում են, հա, որ ասենք թե երեխաները իրենց դա պետք չի, դա արդեն գալիս է նոր հասարակության, կամ իր կարող է նա արդեն ասենք թե կինա կամ տղա է, նա արդեն այնքան է հիասթափված
կողակցի մեջ, որ նա չի պատկերացնում, որ նա կարող է նորից ամուսնանալ եւ ընտանիք կազմի։ Նա ուղղակի հիասթափված է։ Այստեղ նաեւ գալիս է այդ ոնց ասեմ հոգեբանա բարոյական խնդիրներ, հա, որը որ չի թողնում, որ մենք ասում ենք, ասես լավ է, ես այսպես էլ կապրեմ։ Եվ նաեւ ծարավ չի։ Այո, մեկ բաժակ ջրի խնդիրը մեր ոտնատերմոսի մեջ կպահի։ Դուք ինչի հետ համաձայն չէիք, երբ հասարակությունում, հա, սոցհարցումները լսում էիք։ Ամեն ինչի հետ շատ համաձայն եմ ու լրիվ հասկանում եմ ես այս մարդկանց, որովհետև ես էլ եմ այդ հասարակությունից դուրս եկած եմ։ Ես ասեմ, որ այս պահին նաև ընտանիքը պահելն է բավականին բարդ գործ, այսինքն միայն երեխա պահելը չի, այլ նաև պետք է ընտանիքը պահես։ Եկեք խոսենք նրանից, որ միայն երեխա ունենալով չի, այսինքն այդ կնոջը նաև աջակցություն է հարկավոր, ընտանիքը պետք է լինի, ինչի համար ունենանք այդ մի երեխային։ Շատ լավ հարց տվեցիք, ինչի ունենանք այդ լավ մի երեխա ունենանք։ Ես որպես կին, ես էլ գաղափարապես մեծ տարիքում եմ ունեցել եւ բավականին զարգացած եմ եղել գաղափարապես, որ հասկանամ ինձ երեխան պետք է թե չէ։ Առանց այդ էլ կարող է ճամփորդել, տունս ունենալ, մեքենաս ունենալ եւ այլն, բայց ընտրում ես բնազդը հիմա, բայց բնազդը որ պահից է գալիս։ Ինձ համար պետք է ապահով տղամարդ լինի։ Այդ տղամարդը պետք է ինձ համար հաճելի լինի։ Միայն հո երեխայով չի ենել, չգիտեմ ումից, ինձ համար, այդ իմ պատկերացումն է։ Իսեր Աստծո, ես չեմ քննադատում ընդհանրապես ոչ ոքի։ Ես պետք է հասկանամ, որ այդ երեխաս նաև պետք է պապա ունենալու կամ պապա ասելու իրավունք ունենա, պետք է հասկանա ում գաղափարն է, ում սերն է տանում, ում գաղափարներն է պետք է առաջ տանի, հա, չգիտեմ, այդ ում գենն է կրում, ում գերդաստանն է զարգացնում, հո ես տենց մի հատ տենց հողի կտոր չեմ, որտեղ կամայական սերմը կարա մտնի ու տենց բեղնավորվի, չէ, պետք է հասկանանք նաև, որ կինը, որպես կին նաև ասում եմ, հա, մենք Հայաստանում ապրող կանանցով այստեղ բավականին երկար ժամանակ եղել ենք էնդեմիկ, այսինքն հայ կինը էնդեմիկ է այս տարածաշրջանում, համենայնդեպս ըստ մեր ընկերներ գենետիկ գոլեգաների գենետիկ անալիզներով ցույց են տալիս, որ 8000 տարվա պատմություն ունի, հա, հայ կնոջ ոնց որ գենը այստեղ այս տարածաշրջանում։ Դա նշանակում է, որ կինը երկար տարիներով մնացել է այստեղ եւ տղամարդը ավելի քիչ է 6000 տարվա։ Հիմա բայց դու պետք է ինչպես է եղել, հա, կնոջ զարգացումը, ֆիզիկական կրթվածության տեսանկյունից եթե նայենք, կնոջ օրգանիզմը շատ ավելի նուրբ է, ավելի փխրուն է, քան տղամարդունը։ Տղամարդը ավելի մկանոտ է, նա ավելի երկար դիստանցիաներ կարող է անցնել, քան կինը։ Բայց միևնույն ժամանակ կինը կարող է պահել, զարգացնել, տաքացնել, որը չի կարող անել տղամարդը ծննդաբերել, այո, ավելի ապրում կինը, իր փխրուն լինելով հանդերձնոր, բայց տղամարդիկ ավելի շատ են ծնվում, այսինքն այդ ընդունված օրենքը, հա, 3%-ով դե հիմա, այն մնացածը ինքը տատիկ առաջարկների մասին, հիմա հենց դրա մասին եմ խոսում, այսինքն մենք նաև ամեն տեսակ շերտերում պետք է հասկանանք, մենք շատ անցումային շրջաներում ենք գտնվում, իրականում մեր հասարակությունը անհանգիստ վիճակում է գտնվում, որպեսզի կարողանա այո, եւ բավականին արագ են, ցնցումները շատ են։ Այսինքն դու այդ ընտանիքը պետք է պահես։ 5 տարի առաջ իմ ամուսինը պատերազմում էր, ես նոր էի երկրորդ երեխայիս ունեցել եւ հետ եկավ 2 տարի անց եւս պետք է երեխա ունենաս։ Ես այդ ժամանակ չեմ մտածում ամուսինս գնացել է, մենք, չգիտեմ, հող են կորցնում, ինչ ենք, ես մտածում եմ, ես իմ աջակցին եմ կորցնում, բայց մնացած 4 երեխաներին ո՞նց ենք մեծացնելու։ Այսինքն ես այդտեղ չեմ մտածում, որ գիտեք ինչ հայրենիք են կորցնում, ոչ, իրականություն եմ ես ասում, ես մտածում եմ ինչ անեմ, ես իմ կողակցին եմ կորցնելու, բայց երեխաներին ո՞նց եմ մեծացնելու։ Ինչքան էլ ես կարողանամ միայնակ աշխատել եւ այլն, բայց այդ երեխաներին անհրաժեշտ է նաեւ հենարան, հոր տեսքով։ Այսինքն ինձ համար ընտանիքի գաղափարը լիարժեքության մեջ է։ Եվ մարդը այդ երկուսի կարիքներ ունի։ Կոտորածներից հետո այդ հազարավոր երեխաները կոտորածների արդյունք ենք մենք, եւ ես չեմ ուզում, որ իմ երեխաները կոտորածի մեջ լինեն։ Ես չեմ ուզում իմ երեխաները լինեն իմ մոր նման, իմ քույրիկների նման գաղթյալներ։ Ես չեմ ուզում իրենք լինեն միայն Ամերիկայի քաղաքացիներ։ Ես ունեցել եմ իմ երեխաներին եւ իմ ընտանիքը պահում եմ այստեղ,
իմ ամուսնուս ազգանունն էլ ոչ հայկական ազգանուն է եւ իրենք տարիներ, հարյուրավոր տարիներ առաջ գալով այս տարածաշրջան համենայն դեպս բերել են եւ միշտ ամուսնացել են հայ կնոջ հետ եւ բավականին մաքուր պահելով այդ ավանդույթը միշտ հայ կնոջ հետ ամուսնանալով այսօր նաեւ էլի իմ ամուսինը ամուսնացել է ինձ հետ մենք երկար տարիներ ապրում ենք զարգացնում ենք ուրիշ ձևով այլ լուծում ես չեմ տեսնում ես իմ կարծիքը պահել ընտանիքի գաղափարը ու սուր պահել ինչքան էլ որ ցնցումները շատ լինեն իհարկե դժվար է այդքան հեչ չի տղամարդու հետ օտար տղամարդու հետ ապրել որ Տիկին Թայերյան ձեր նշումները շատ են այս անգամ եւ առաջարկները եւս լսում եք Ես ճիշտ ասած նշումներ կատարում եմ ինքս իմ համար սովորելու համար նոր բայց իհարկե գրառումներ արել էի ես չգիտեմ տեսնում եք թե չէ այսպես մի հատ օղակների բան էի նկարել եւ որ հաստաբուն ծառը արդեն հասել է իր հասուն տարիքին մենք իր կյանքի մասին կարող ենք ի տարիների մասին կարող ենք իմանալ այդ օղակների աճի օղակների նայելով ճիշտ է բայց նաեւ այդ աճի օղակները մեզ շատ հետաքրքիր տեղեկություններ են տալիս այդ կյանքի պայմանների մասին սկսած սաղմնային կյանքից մանկական պատանեկան եւ հասուն շրջանի չէ այ որ ասում եք առաջարկների մասին մենք պիտի առողջությունը դիտենք այդ տեսանկյունից որ առողջությունը միայն մեծ ավելի տարիքում չի որ մենք նոր պիտի սկսենք մտածել առողջության մասին կամ փոքրերի մասին միայն հոգ տանենք փոքրիկների կամ նորածինների մասին այդ ամբողջ կյանքում ձգվող առողջության համար խնամքը եւ այն միջավայրը թե ֆիզիկական թե սոցիալական միջավայրը հոգեկան միջավայրը որ մենք ստեղծում ենք շատ կարևոր է եւ ունենում է իր ազդեցությունը հենց ծառի օրինակի վրա որ նայենք մենք կարող ենք տեսնել թե որ տարին էր երաշտարի եւ ինքը քիչ էր աճել եւ որ տարին էր որ ցենց առատ լավ խոնավ տարի էր եղել չէ հենց նույնպես մենք ենք այդպես մարդը այդպես է մենք պիտի կապված լինենք մեր արմատներին նախ առաջինը էլի հետ գնալով ձեր վերած շատ գեղեցիկ օրինակներին շատ կարևոր է որ մենք մեր այդ արմատներից ինքնությունից մեր հողից ու ջրից չկտրվենք չնայած որ այսօր աշխարհը մեզ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում ապրել ստեղծագործել կապը պահել հայրենիքի համար մեկ այլ տեղ ծննդաբերել երեխաներին մեծացնել հայրենիքում բայց չմոռանանք սրա մասին որ առողջ ծերացում ընդհանրապես առողջ հասարակությունը այս մի ամբողջական մարմինն է որը մենք պիտի կարողանանք այդ ընտրությունները շրջակա միջավայրի ազդակները կառավարելով եւ սրանք համակարգեր են որ ստեղծվում են այ մենք նայում ենք այսպես ավելի զարգացած երկրներին եւ դրանք մեկ օրում չեն ստեղծվել այդ պետական համակարգերը կարծում եմ որ լուծումները պետք է փնտրենք համակարգային վայրերում նույն երեխաների առողջության պահպանման նույն ավելի տարեց մարդկանց խնամքի համար նախատեսվող տարբեր ծրագրեր քաղաքականություններ մշակելը պիտի ստեղծվի այդտեղից եւ հաճախ սրանք շատ པարզ լուծումներ են մոտեցումներ են գիտեք այ եթե մենք նայենք տարեց մարդկանց մենք չխոսեցինք շատ այդ խնդիրների մասին բայց օրինակ խտրականությունը կապված տարիքով պայմանավորված խտրականությունը կամ ասենք տարիքով մարդիկ ավելի իրենց հենաշարժական մկանային համակարգը իր ռեսուրսները կորցնում է եւ նրանք ավելի ռիսկ կա որ կսայթաքեն կընկնեն եւ այդ կոտրվածքները շատ ավելի դժվար են ապակինվում չէ եւ սրանք կանխարգելելը այսպես շատ մեծ միջամտություններ չեն պահանջում շատ ավելի դժվար է նրանց ապակինելը այդ կոտրվածքներից հետո այդ տարիքում եւ ոսկրային համակարգը շատ դժվար է վերականգնվում քան թե կանխարգելելը եւ որ մեր մայթերը բարեկարգ են ձյունից մաքրված են եւ տանը փոքրիկ փոփոխություններ մտցնելով տարեց մարդկանց տներում այսպիսի փոքր փոփոխություններ մտցնելով մենք կարող ենք բավականին ազդեցություն ունենալ իրենց կյանքի որակի վրա այսպես եմ տեսնում լուծումները որ առողջությունը պայմանավորվող գործոնները սկսվում են դեռ սաղմնային վիճակից եւ նույնիսկ խոսում ենք սերնդեսերունդ փոխանցվող իհարկե որոշակի դեր է խաղում նաեւ գենետիկ ֆակտորները գործոնները բայց պետք է հասկանանք որ առույցի բաժինը մեր առողջության պայմանավորված է այն միջավայրով ֆիզիկական սոցիալական հոգեկան միջավայրում, որտեղ մենք ապրում ենք, ստեղծագործում ենք, մեր կյանքն ենք ապրում։ Շատ լավ, Տիկին Ծատուրյան, դուք ինչ առաջարկներ ունեք։ Ես ավելացնելով, հա, որովհետև շատ հետաքրքիր ստացվեց, ամեն մեկս նախորդին ուղղակի ավելացում ենք, որովհետև բացարձակ ճշմարտություններ են հնչում ես կուզենայի ասել, որ շատ մեծ նշանակություն ունի վաղվա օրվա ապահովությունը, որ մենք պետք է
ապահով լինենք մեր վաղվա օրվա մեջ։ Անորոշությունը այդ պինդ լինելու վաղվա օրվա, որտեղ մենք նաև տեսեք այս վերջի տարիներին մտավ հարցում ես ոնց ես, ասում եմ յոլա, դա իրանք շատ վտանգավոր բաներ են։ Վաղուց են ասում։ Այո, դա 90-ական թվականների վերջից յոլա բառը մտավ, որ իհարկե հայերեն էլ չի, եւ մենք պետք է հասկանանք, որ վաղվա օրը եթե իսկ դա կախված է ոչ միայն մեզանից, հա նույն երեխա ունենալը գուցե այն մարդը, ով որ երեխա այսօր չի ուզում ունենալ, նա չգիտի ինքը երեխային որ ժամանակվա եւ որ հասարակության համար պետք է ունենա եւ ինչ պետք է այդ երեխայի հետ լինի, այ երբ որ մեր մեջ ընդունելով նախորդ բոլոր ասածները, երբ որ մեր մեջ արդեն հաստատուն լինի վաղվա օրվա ապահովությունը, մեր ծնելիությունը ինձ թվում է նենց թվեր կտա, ոչ կնայենք մեր ֆինանսական հնարավորություններին, որ ոչ դպրոցը պիտի գնանք, որ եւ ոչ ասենք թե մնացած բոլոր կենցաղային պայմաններին։ Այ դա երևի։ Դուք մոռանում եք, որ մեր հասարակությունը նաև տվեց ընտրելու իրավունք, սեփական ընտրությունը կատարելու, կողակցի, սեռի, կողմնորոշման, դա տրվեց եւ դա է պակաս նշանակություն չունի այդ նույն ծնելիության աճի։ Ի վերջո փոխնակ մայր հնարավորությունը, հրաշալի հնարավորություն է։ Բայց առաջ հասարակությունը դրանք հաստատ չէր ընդունի։ Հիմա դրանք կարծեք թե ինչ որ միջավայրերում նորմալ են նայում եւ անգամ խրախուսում են։ Ես որպես ռեպրոդուկտոլոգ նշեմ, որ դիմելիությունը շատ բարձրացել է ու շատ ողջունելի է, որ զույգերը, երբ որ տեսնում են, որ խնդիր ունեն, նույնիսկ մի քանի ամիս ամուսնացած են ու չի ստացվում հղիանալ, գալիս են նախնական հետազոտություններ անցնում են ու հետագայում արդեն կանխարգելում ենք շատ բարդություններից։ Ընդհանրապես ողջունելի է, որ մինչև ամուսնանալն էլ դիմեն, որպեսզի որոշակի խնդիրներ եթե ունեն, հետազոտվեն, բուժվեն, հետո նոր պլանավորեն արդեն առողջ հղիություն։ Շատ կարևոր է, որ արդեն պետական պատվերի ծրագիրը կա անպտղության բուժման եւ զույգերը անվճար են ամեն ինչ անցնում, հետազոտություններ, բուժումներ, ինսեմինացիաներ, ներարգանդային սերմնավորումներ, արտամարմնային բանավորում, նույն էկոն, որը որ բավականին թանկ արժի, հա, մեր հասարակության համար, ամբողջությամբ կատարվում է անվճար, եթե կինը մինչև 41 տարեկան է կամ եթե մի զավակ ունեն մինչև 37 տարեկան է, բայց նաեւ չմոռանանք, որ պետպատվերից դուրս էլ, հա, բոլոր կանայք, միայնակ կանայք էլ կարող են դիմել, մեծահասակ կանայք էլ կարող են դիմել, 41-ն էլ անց ու տարիքային սահմանափակումը հիմա հանվել է եւ մի այսպիսի բան էլ ասեմ, որ գիտեմ կարող է հեռուստադիտողները հետո մի քիչ վատնային, բայց որպես ռեպրոդուկտոլոգ եմ ասում, որ միայնակ տղամարդիկ էլ իրավունք ունեն օգտվել ծրագրերից ոչ պետական պատվերով իրենց հաշվին օգտագործել դոնորական ծվաբջիջներ, փոխնակ մոր միջոցով զավակներ ունենալ եւ հավատացեք վերարտադրողական տեխնոլոգիաները բոլոր հարցերը լուծում են, չկա այլևս անպտուղ զույգ հասկացողությունը, եթե իրենք համաձայնվում են, որ եթե շատ լուրջ է խնդիրը, օգտագործեն դոնորական մատերիալ, կնոջ դեպքում դոնորական ծվաբջիջներ, ամուսնու դեպքում դոնորական սերմեն, ծայրահեղ դեպքում, որ այլևս չեն կարող իրենցից ստանալ այդ նույն մատերիալը, կարող ենք դոնորական ծրագրերից օգտվել։ Եթե կնոջ մոտ կա հակացում հղիությունը կրելու, ծննդաբերելու, ռիսկերն են բարձր, ինչ որ այլ խնդիրներ կան, կարող ենք օգտվել փոխնակ մոր ծառայությունից։ Այսինքն միայն պետք է դիմել, համաձայնվել եւ մենք ամբողջությամբ կարող ենք անպտղության հարցը լուծել։ Եվ մի շատ կարևոր բան էլ ասեմ առիթից օգտվելով, որ մինչև 35 տարեկան կանայք, նույնիսկ ես այդպիսի ռիլեր ունեմ, մինչև 40-ն էլ, հա, թույլատրում ենք, ողջևորում ենք, ողջունում ենք, որ չամուսնացած կանայք գան եւ ծվաբջիջներ սառեցնեն, որտեվ 40-ից հետո շատ է դժվարանում սեփական ծվաբջիջով, սեփական գենով երեխա ունենալ։ Եվ եթե նախապես դիմեն, ունենան ծվաբջիջներ սառեցրած, հետագայում թեկուզ ավելի ուշ պլանավորեն մայրանալ, արդեն իրենց գենետիկան կրող երեխաներ կունենան ու շատ հոգեբանական դժվարություններից, ֆիզիկական դժվարություններից արդեն կխուսափեն։ Կնոջ համար ամենակարևորը ապահովությունն է, բայց ապահովությունը նաև իր հետ բերում է վստահություն։ Վստահության մեջ լիքը սեր կա։ Եթե սերը կա, միշտ երեխա կլինի, զարգացումը կլինի։ Թող այդ սերը լինի, ըստ իս միայն այդ հենց այդ ապահովություն, վստահություն, պատճառներ միշտ կարելի է զարգացումը անպայման
տեղում կլինի։ Հրաշալի, ամփոփենք։ Այո։ Արձանագրեցինք ընդհանրապես հասարակության վերաբերմունքը, պահպանել ընտանիքի գաղափարը, որքան հնարավոր է մի քանի սերունդ միասին։ Այո, ինստիտուտները եւս։ Եվ նաև այդ մի քանի սերունդի առողջությունը, վաղվա օրվա նկատմամբ անորոշությունը, որը որ կա, բայց սերը եթե կա կհաղթի։ Այո։ Ամեն ինչ։ Համակարգային լուծումներ տալ, սկսած շատ վաղ տարիքից, առողջ հասարակություն ձևավորել, որը կխթանի ծնելիությունը, ինչպես նաև ինքնության պահպանումը անպայման ապահովել, անվտանգ միջավայրը եւ որոշված ապագան նույնպես կխթանեն ծնելիությունը։ Սա մեր քննարկման առաջարկների արդյունքներ, իսկ հիմա լսենք արհեստական բանականությանը, թե ինչ է առաջարկում, ինչպես խթանել ծնելիությունը Հայաստանում։ Ծնելիության աճը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունը միաժամանակ ապահովում է տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն եւ մշակութային վստահություն ընտանիքի արժեքի հանդեպ։ Տնտեսական խթաններ, բնակարանային արտոնություններ, յուրաքանչյուր երեխայի ծնունդով հիպոթեքի տոկոսադրույք նվազիկեսից մինչև 1%-ային կետ։ Նախածննդյան խնամքին պաստներ, մինչև 2 տարեկան երեխայի, խնամքին պաստը բարձրացնել մինչև շուրջ 100,000 դրամ։ Հարկային զեղչեր, 2 երեխա ունեցող ծնողների եկամ հարկն նվազեցնել 10%-ով, 3 եւ ավելի երեխա ունեցողների 20%-ով։ Սոցիալական միջոցառումներ, ճկուն աշխատանքային գրաֆիկ եւ երեխաների խնամքի կենտրոններ, պետական ու մասնավոր հաստատություններում։ Հանրային արշավներ, ընտանիք կազմելու ու ծնող լինելու արժեքը բարձրացնելու նպատակով։ Վստահելի սոցիալական համակարգ, կայուն կենսաթոշակ, առողջ ապահություն եւ կրթություն որպես ծնելիության հիմնական հենասյուներ։ Ատուկ ծրագրեր երիտասարդ ընտանիքի հիմնադրամը ֆինանսավորում առաջին 2 երեխաների խնամքի համար։ Տարածքային խրախուսում, գյուղական բնակավայրերի ծննդյան դրամ մասնորը բարձրացնել մինչև 3-4 միլիոն դրամ։ Ուսանող ծնողների աջակցություն, երեխա ունեցող մայրերի ուսման վարձի զեղչ 50%։ Այս մոտեցմամբ կարելի է մի քանի տարվա ընթացքում մոտենալ բնական վերարտադրության շեմին։ 2.1 երեխա 1 կնոջ հաշվով։ Արհեստական բանականությունը հրաշալի առաջարկներ է անում, մի փոքր էլ նյութապաշտ է, ինչի հետ եւս համաձայն եմ։ Շնորհակալություն բարեկամներ, այսպեսին է պատկերը այսօր, հուսամ 1 տարի հետո պատկերը կփոխվի։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ ծնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։